Փառք ենք տալիս Աստծուն սիրելի եկեղեցի, որ գտնվում ենք իր տան մեջ եւ շնորհակալ ենք Աստծուց, որ Տիրոջ խոսքի առիթ ունենք լսելու, սովորելու, գնալու մարդկանց պատմելու եւ Տիրոջ խոսքով ուրախանալու։ Հաճախ մեր կյանքում լինում են պահեր, որ ընկնում ենք դժվարությունների մեջ, ընկնում ենք հալածանքների մեջ, բայց ոչ այն հալածանքների մեջ, ոնց որ օրինակ եղել է առաջի դարում։ Երբ որ ուսումնասիրեք Պողոս առաքյալի կյանքը, Պետրոս առաքյալի կյանքը, ապա տեսնեք, որ անցնում էին այնպիսի հալածանքների մեջով, բայց ուրախ էին, ունեին ուրախություն եւ հավատացյալներից պահանջվում է, որպեսզի իրանք նույնպես ուրախ լինեն։ Եվ մենք նույնպես պետք է ուրախ լինենք։ Ոչ թե ուրախ լինենք նրա համար, որ ցավի մեջ ենք։ Ոչ թե ուրախ պետք է լինենք նրա համար, որ դժվարության մեջ ենք հայտնվել, այլ պետք է ուրախ լինենք, որ Քրիստոսի մեջ ենք։ Շատ ժամանակ հավատացյալները կարծես թե կորցնում են այդ ուրախությունը դժվարությունների մեջ, հալածանքների մեջ կամ չգիտեմ, տարբեր տեսակի իրավիճակների մեջ, բայց արի ու տես, որ առաքյալը, Պողոս առաքյալը բանտից գրած իր նամակի մեջ հորդորում է մեզ ասելով ուրախ եղեք, դարձյալ ասում եմ ձեզ ուրախ եղեք։ Եթե մենք ծանոթ չլինեինք առաքյալի նամակին, որոշակի բովանդակությանը, թե որտեղից է նամակը գրել, մեր մոտ տարբեր տեսակի հարցեր պետք է առաջանար, լավ Պողոս առաքյալ շատ հեշտ է ասել ուրախ եղիր։ Քանի որ չգիտես ես հիմա ինչ դժվարության մեջով եմ անցնում։ Էս չունեմ, այն չկա կամ եւ այլը, ապրում եմ տարբեր տեսակի, չգիտեմ, խնդիրներով լցված։ Բայց դու մեզ ասում ես ուրախ եղիր։ Այդ առաքյալը գրում է նամակը բանտից ու մեզ հորդորելով, որ ուրախ լինենք։ Եվ մեր ուրախությունը պետք է բխի Քրիստոսից։ Ոչ թե արտաքին այս, չգիտեմ, դժվարությունները մեզ ավելի ու ավելի շատ խեղդեն։ Հատվածը, որ միասին պետք է ուսումնասիրենք, խնդրում եմ բացեք ձեր Աստվածաշնչերը, Առաջի Պետրոսի գիրք, Առաջի Պետրոս։ Մինչ որ կանցնենք Առաջի Պետրոսի ուսումնասիրությանը, ուզում եմ մի փոքր տեսնենք գրքի հեղինակի մասին խոսենք, նպատակի մասին, ինչի համար է գրվել, որ ժամանակահատվածում է գրվել, որտեղ եթե ուսումնասիրեք, նայեք, տեսնեք Առաջի Պետրոսի 6-րդ համարի մեջ ասում է, որ նրանով կուրախանաք։ Ումով կուրախանաք Առաջի գլխի 6-րդ համարի մեջ։ Քրիստոսով կուրախանաք։ Պետրոս առաքյալը, երբ որ գրում էր այս նամակը, հավատացյալները գտնվում էին շատ դժվար իրավիճակի մեջ, անցնում էին հալածանքի մեջ, եւ այնպիսի հալածանքի մեջ, որ այսօր որևէ մի հավատացյալ չի անցել։ Նամակը գրվել է 64 թվականից մինչև 65 թվականների ժամանակաշրջանում, շատ աստվածաբանների կարծիքով, եւ այդ ժամանակ ովքեր որ սիրում են ուսումնասիրել ավելի խորը Աստվածաշունչը, ապա պետք է որ իմանան, որ այդ ժամանակաշրջանում ով է եղել կայսրը, գիտեք, Ներոն Ապրեկ, որը հալածել է շատ դաժան ձևով հավատացյալներին։ Բայց արի ու տես, որ 6-րդ համարում ասում է նրանով կուրախանաք, Քրիստոսով կուրախանաք։ Եվ սիրելի եկեղեցի, մեր ուրախությունը պետք է լինի Քրիստոսով, մեր ուրախությունը պետք է լինի Քրիստոսի մեջ։ Մեծ հույս ունենք ապագայի համար։ Եթե բացել եք ձեր Աստվածաշնչերը, միասին եկեք կարդանք Առաջի Պետրոս առաջի գլխի 3-րդ համարից մինչև 6-րդ համարները։ Առաջի Պետրոս Առաջի գլուխ, ես կարդում եմ 3-րդ համարից մինչև 6-րդ համարները։ Օրհնյալ է Աստված եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, որ իր առատ ողորմության համեմատ մեզ վերստին ծնեց դեպի կենթանի հույսը, Հիսուս Քրիստոսի մեռելներից հարություն առնելով, դեպի այն անեղծ եւ անարատ եւ անթարամ ժառանգությունը, որ երկնքում պահված է ձեզ համար, որ Աստծո զորությամբ պահպանվում եք հավատքով դեպի պատրաստված փրկությունը, որ հայտնվելու էր յետի ժամանակումը, 6-րդ համար, որ նրանով կուրախանաք,
Թեև հիմա ինչպես որ հարկը պահանջում է մի քիչ տրտմացեք կերպ փորձությունների մեջ։ Եկեք ստեղ կանգ առնենք եւ ուսումնասիրենք այս մի քանի համարները եւ տեսնենք թե Տիրոջ խոսքը ինչ է ուզում մեզի փոխանցել։ Այսօր ինչի մասին որ ուզում եմ ձեզ հետ կիսվել, վերնագրել եմ հետեւյալը. անփոփոխ ուրախություն դժվարությունների մեջ։ Նորից ասեմ, անփոփոխ, ինչի համար եմ ասում անփոփոխ, որովհետև չի փոխվում այն ուրախությունների մասին, որ հեսա քիչ հետո պետք է խոսենք։ Անփոփոխ ուրախություն դժվարությունների մեջ։ Ցանկացած հավատացյալ անկախ դժվարություններից, նեղություններից, հալածանքներից պետք է ուրախ լինի։ Միգուցե հիմա ձեր մտքով անցնում է, լավ, որն է պատճառը այդ ուրախության։ Ելնելով այս հատվածից միասին պետք է նայենք 3 պատճառ, որը կօգնի մեզ, որ մեր ուրախությունը Քրիստոսի մեջ լինի անփոփոխ։ Շատ տարբեր տեսակի պատճառներ կան ուրախության, բայց ելնելով այս հատվածի մեջ մենք պետք է նայենք 3 անփոփոխ ուրախություն, որը կօգնի մեզ նույնիսկ դժվարությունների մեջ, հալածանքի մեջ եւ տարբեր տեսակի խնդիրների մեջ, նույնիսկ ցավերի մեջ։ Առաջի պատճառը, որ դու կարող ես ուրախ լինել, ուշադրություն դարձրու քո Աստվածաշնչի մեջ, դա վերստին ծնունդն է։ Ես չգիտեմ որքանով է քեզի ուրախացնում վերստին ծնունդը, որ դու ունես, բայց մեկը ինձ շատ է ուրախացնում։ Ինչքան էլ որ դժվարության մեջ լինեմ, ինչքան էլ որ նեղության մեջ լինեմ, ես գիտեմ, որ ես վերստին ծնունդ ունեմ եւ ինչ որ մի ժամանակ հետո փոխվելու եմ Քրիստոսի մոտ։ Եկեք նայենք Աստվածաշնչի մեջ, ուշադրություն դարձրեք 3-րդ համարին, գրված է հետեւյալը. Օրհնյալ է Աստված եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, որ իր առատ ողորմության համեմատ մեզ ինչ արեց, մեզ վերստին ծնեց։ Գրված է հետեւյալը, ուշադրություն դարձրեք խոսքերին, բառերին։ Իր առատ ողորմության համեմատ։ Ոչ թե մեր, այլ իր առատ ողորմության համեմատ։ Ինչ է սա նշանակում։ Սիրելի քույրեր, եղբայրներ, սա նշանակում է, որ մենք մեռած էինք մի ժամանակ։ Սա նշանակում է, որ մենք արժանի չէինք։ Բայց ինչ տեղի ունեցավ։ Եթե փորձեք ուսումնասիրել Եփեսացիների 2-ի առաջի մի քանի համարները, ապա դուք կտեսնեք, որ ասում է դուք մեռած եք ձեր մեղքերի մեջ։ Մեռած եք ձեր մեղքերի մեջ։ Հետևում եք սատանային։ Եվ սկսած 4-րդ համարից ասում է, չնայած որ դուք մեռած եք ձեր մեղքերի մեջ, բայց Աստված, որ մեծ է ողորմությամբ իր շատ սերի համար, որ սիրեց մեզ։ Երբ սիրեց մեզ։ Երբ որ մենք սկսեցինք սիրել Քրիստոսին, չէ՞։ Ոչ։ Մեռած մարդը չի կարա սիրի։ Մեռած մարդը չի կարա ընտրի։ Ասում է, բայց Աստված մեզ ողորմեց։ Այո, մենք մեռած էինք, բայց թաղված չէինք։ Ինչի թաղված չէինք, որովհետև ֆիզիկապես մեռած չէինք։ Մենք հեռացել էինք Աստծուց։ Մենք խռով էինք Աստծուց, մենք անբարիշ էինք, խռով էինք։ Եվ Հիսուս գալով աշխարհ, տալով մեզ վերստին ծնունդ, մեզ բարիշացրեց, անբարիշ մարդուն բարիշացրեց Աստծո հետ, Հայր Աստծո հետ։ Սա նշանակում է հետևյալը. ինչին որ մենք արժանի էինք, իսկ գիտեք ինչին էինք մենք արժանի։ Արժանի էինք հավիտենական կորուստի։ Աստված ինչ արեց, Աստված ողորմեց։ Ինչին որ մենք արժանի չէինք, Աստված մեզ ողորմեց, իսկ ինչին որ մենք արժանի էինք, Աստված մեզ շնորհեց։ Աստված մեզ տվեց հավիտենական կյանք։ Եվ սա մեծ ուրախություն է հավատացյալների համար, գիտեք, որ գալու է ժամանակը,
որ մենք լինելու ենք Տիրոջ հետ ֆիզիկապես, այո ոչ այս մարմինով, այն փառավոր մարմնով, որը որ մենք կունենանք։ Դրա համար սիրելի քրիստոնյաներ, հավատացյալներ, քույրեր, եղբայրներ, մեր հույսը Քրիստոսի վրա պետք է լինի գերեզմանոցից այն կողմ։ Ոչ թե մենակ այս ժամանակավոր աշխարհի մեջ։ Մեր ուրախությունը Քրիստոսի մեջ պետք է լինի գերեզմանոցից այն կողմ, որ ինչ է լինի մեզ հետ։ Մենք գիտենք, որ մենք միանալու ենք Քրիստոսի հետ եւ լինելու ենք Քրիստոսում։ Եվ ինչպես տեսնում ենք, Պետրոս առաքյալը հորդորում աստեղ մեզ ասելով, որ օրհնյալ է Աստված, որ իր առատ ողորմության համեմատ մեզ վերստին ծնեց դեպի կենթանի հույսը։ Կենթանիա ձեր հույսը։ Կենթանիա իմ հույսը։ Ուրախացնումա ձեզ այն հույսը, որը որ դուք ունեք Քրիստոսի մեջ։ Եթե այո, ապա փառք Տիրոջը։ Բայց արի ուտես շատ ժամանակ, որ մեզ ուրիշ բաներ են ուրախացնում։ Ես չեմ ասում, որ մեզ չպետք է ուրախացնեն օրինակի համար, մարդը տուն չունի, երազում է, որ բնակարան ունենա եւ ունենում է։ Դա ուրախության պատճառ կարա լինի, այո կարա լինի։ Եվ ուրախանում է, բայց ինչքան ժամանակ կարա ուրախանա։ Լավ, թող մի օր չքնի գիշեր ուրախությունից, 2 օր, 3 օր, 4 օր, վերջը անցնելի է դա։ Ես հիշում եմ, երբ որ նոր էի ապաշխարել, այս վկայությունը էլի եմ տվել, նոր էի ապաշխարել, նոր ապաշխարած մարդը, գիտեք, փակվում ասենց, վարվում ասենց, Տիրոջ խոսքը կարդալով, ուսումնասիրելով, հարցեր տալով, հովիվներին, բան, ամբողջ օրը իմ մոտ այդ վիճակն էր։ Երբ որ լավ հիշում եմ այսօրվա պես, ճամբարում ծառայության մեջ էի, ինձի հեռախոս նվիրեցին։ Էջի եղբայրը հեռախոս նվիրեց, առաջի անգամ հեռախոս ունեցա։ Nokia հեռախոս, այսօրվա պես հիշում եմ։ Այդ ինչ ուրախություն էր։ Այդ ինչ ուրախություն էր, այդ ինչ երազանք էր, ամեն ինչ կորավ իմ աչքերի մեջ։ Ես զբաղվեցի ամբողջ օրը այդ հեռախոսով։ Ինչ հարցեր տալ, ինչ Աստվածաշունչ կարդալ, նստում էի պաշտամունքին հեռախոսի հետ խաղում էի, ուսումնասիրում էի հեռախոսով։ Չափ ու սահման չկար այդ ուրախությունից, գիտեք։ Բայց գիտեք ինչքան քաշեց այդ ուրախությունը։ Մինչև որ ընկավ գետին։ Առաջի խազը։ Եվ դա տեղի ունեցավ հենց երկրորդ օրը։ Եվ վերջացավ ուրախությունս։ Ինչով ենք այսօր մենք ուրախանում, սիրելի քույրեր, եղբայրներ։ Ցավոք սրտի ուրախանում ենք մենք, գիտեք ինչով։ Ինչքան է ցավալի լինի, բայց պետք է ասեմ։ Ուրախանում ենք այն փաստով, երբ որ մենք համացանցում նկար ենք տեղադրում ու նայում ենք, թե քանի հոգի են լայքել, հավանություն տվել։ Նայեք հրը 200 հոգի հավանություն են տվել իմ նկարին։ Էլ չեմ ասում սրտիկների մասին։ Ինչով ենք ուրախանում, ժողովուրդ։ Ժամանակավոր չնչին ողորմելի ուրախությունով, թողնելով այն իրական ուրախությունը, մնայուն ուրախությունը։ Եթե ժամանակավոր ուրախությունը ավելի շատ տեղ ունի քո սրտի մեջ, քան Քրիստոսի ուրախությունը, նշանակում է դու մտածելու բան ունես։ Դրա համար շատ կարևոր է, որպեսզի մենք, սիրելի քույրեր, եղբայրներ, կարողանանք մի փոքր մտածել, թե որն է մեր ուրախության պատճառը։ Ֆիլիպեցիների 4:4-ում գրված է. ուրախ եղեք, գիտեք, ուրախ եղեք Տերումը։ Չի ասում ուրախ եղեք, չգիտեմ, տարբեր տեսակի բաների մեջ, այլ ուրախ եղեք Տերումը։ Ոչ թե ժամանակավոր, մի օր, 2 օր, 3 օր, այս շարունակության մեջ շատ կարևոր արտահայտություն է անում։ Ասում է ամեն ժամանակ։ Եվ շարունակության մեջ ասում է դարձյալ ասում եմ, նորից ասում եմ ձեզ։
Պողոս առաքյալը լավ հասկանում էր, թե դժվարությունները, նեղությունները կարող են մեզ ցավերը կարող են մեզ գցել, չգիտեմ, տրտունջի մեջ։ Այս ինչ կյանք է։ Ոնց որ մի առիթով գնացել էինք, ոչ թե մի առիթով, այլ հենց վկայելու ավետարանության առիթով գնացել էինք Գյումրի, ավետարանն էինք վկայում, մի հատ պապիկի, այս պապիկը ասեց, «Ադե ինչի վրա ուրախ լինեմ, չմեռանք էլ որ պրծնենք»։ Բայց ասի պապի ջան, որ մեռնես կպրծնես, ախր չկա պրծում։ Ավելի վատ։ Ես հասկանում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր որ ապաշխարած չեն։ Ինչի վրա ուրախանան։ Լավ, ուրախացան այս ժամանակավոր, չգիտեմ, տարբեր տեսակի բաների վրա։ Դրա համար հավատացյալների, հոգևորների ուրախությունը մի ուրիշ տեսակ է, գիտեք։ Նույնիսկ իրանց աշկերից շողում է այդ ուրախությունը։ Սիրելի քույրեր, եղբայրներ, Քրիստոսով մեզանից պահանջում է, որպեսզի ուրախ լինենք։ Անցնելու է ամեն ինչ։ Մի պահ դժվարության մեջ ես, դա էլ է անցնելու, նեղության մեջ ես, դա էլ է անցնելու։ Բայց ես խոսում եմ մի ուրախության մասին, վերստին ծնունդի մասին, որը որ դա չի անցնելու։ Եթե մեր մեջ կան մարդիկ, որ չունեն այդ ուրախությունը, չունեն այդ վերստին ծնունդը, ապա այսօր առիթ ունեն, որպեսզի ունենան այս վերստին ծնունդը։ Առիթ ունեն, որպեսզի ունենան այս մնայուն ուրախությունը, անփոփոխ ուրախությունը, որ շատ բաներ կարող են գան եւ անցնել, բայց այս ուրախությունը, որ դու այսօր ունես, չի փոխվելու։ Երկրորդ պատճառը։ Առաջի պատճառը, սիրելի քույրեր, եղբայրներ, մեզանից պահանջում էր, որպեսզի մենք ուրախ լինենք, որ մենք վերստին ծնունդ ունենք։ Եվ դա ուրախության պատճառ է։ Երկրորդ պատճառը, որ դու կարող ես ուրախ լինել, դա այն է, որ դու ունես ժառանգություն։ Ուշադրություն դարձրեք 4-րդ համարին։ Դեպի այն անեղծ եւ անթառամ ժառանգությունը, որ երկնքում պահված է ձեզ համար։ Չի ասում միայն ինձ համար, այլ ասում է ձեզ համար։ Եկեք մի բան պատկերացնենք։ Մտովի պատկերացնենք։ Պատկերացնեք մի առավոտ թակում են ձեր դուռը, բացում եք եւ տեսնում եք ինչ որ մի մարդ ձեզ բարի լուր է փոխանցում եւ ասում է, որ դուք ժառանգություն ունեք։ Ես չեմ խոսում այսօրվա այն ժառանգության մասին, այսօրվա այն մարդկանց մասին, որը որ խափում են։ Ասում են, ժառանգություն ունեք, փոխանցեք այս գումարը կամ եւ այլ եւ այլը։ Իրական, թակում են ձեր դուռը եւ ասում են, դուք ժառանգություն ունեք։ Եվ պետք է այսինչ օրը, այսինչ ժամին գնաք եւ ստանաք այդ ժառանգությունը։ Եվ գիտեք ինչ է ժառանգությունը։ Քանի որ մենք տարբեր տեսակի, քանի որ մենք տարբեր կարիքներ ունենք, Մեկը բնակարանի կարիք ունի, մեկը երեխա չի ունենում, երեխու կարիք ունի, այդ ժառանգությունը այն է, ինչը որ դուք երազում եք։ Հիմա պատկերացրեք մեր ուրախությունը ինչպիսին կլինի։ Մենք կհրավիրենք այս մարդուն ներս, կնստեցնենք, սուրճ կտանք, չգիտեմ, ուրախանանք կամ եւ այլ։ Ուրախությունից չգիտեմ ինչ կանենք այս մարդուն։ Հիմա եկեք այս պատկերացումը թողենք։ Եկեք գանք իրականություն։ Մի առավոտ արթնանում եք, բացում եք ձեր աստվածաշնչերը ու հանդիպում ենք հենց այս նույն տեղը։ Նայում եք առաջի Պետրոս, առաջի գլուխ 4 համար։ Գրված է հետևյալը. դեպի այն անեղծ, անթառամ եւ անարատ ժառանգությունը, որ երկնքում պահված է ձեզ համար։ Սա իրականություն է։ Սա մնայուն է։ Սա անփոփոխ է։ Ես չգիտեմ, որքանով է մեզի սա ուրախացնում։ Նայելով Մատթեոս ավետարանի
6-րդ գլխի 19-ից 21-րդ համարում Հիսուս ասում է հետևյալը. ձեզ համար գանձեր մի դիզեք երկրի վրա։ Եթե փորձեք շարունակել կարդալը, նա տեղն է ցույց տալիս, թե որտեղ կարող ենք դիզել մեզ համար գանձեր երկնքում։ Ինչի՞, որովհետև ընդ չկա գող, ընդ չկա նախանձող, ընդ չկա ցեց, ընդ չկա ոչ մի բան, որպեսզի կարողանա գողանա, որպեսզի կարողանա այդ ժառանգությունը, չգիտեմ, տանել։ Դրա համար Հիսուս մեզի քաջալերում ասում է. ձեզ համար գանձեր դիզեք ոչ թե երկրի վրա, այլ երկնքում։ Սիրելի քույրեր, եղբայրներ, այս հատվածը ժառանգության հանդիպելով ժառանգություն բառը հիշեցնում է մեզի 5 կտակարանում Իսրայելի տված ավետիքը, խոստացված երկիրը, որը Աստված պետք է ժառանգություն տար։ Բայց արի ու տես Պողոս առաքյալը ավելի մնայուն ժառանգության մասին է խոսում։ Ինչ է սպասվում հավատացյալներին երկնքում։ Ես շատ բան չգիտեմ, բայց այն ինչը որ գիտեմ, ուզում եմ ձեզ փոխանցեմ։ Եվ առանձնացրել եմ ինձ մոտ մի քանի կարևոր բաներ եւ ուզում եմ որպեսզի դուք իմանաք։ Ինչ է սպասվում ճշմարիտ հավատացյալին, ինչ է սպասվում վերստին ծնունդ ունեցող հավատացյալին երկնքում, որպես ժառանգություն։ Հավիտենական կյանք։ Հավիտենական կյանք որպես ժառանգություն մեզ սպասվում է երկնքում։ Հովանու ավետարանի 17-րդ գլխի 3-րդ համարում գրված է հետևյալը. Եվ սա է այն հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ միայն ճշմարիտ Աստծուն եւ նրան, որ ուղարկեցիր Հիսուս Քրիստոսին։ Սիրելի քույրեր, եղբայրներ, ուրախ եք, որ ունեք այսպիսի ժառանգություն, որ պահվում եք ստեղ երկրի վրա, որ հետո պետք է ընդունեք։ Սա ցույց է տալիս, որ հավիտենական կյանքը միայն անverջ ապրելու մեջ չի։ Սա ցույց է տալիս, որ մենք պետք է ապրենք անverջ Քրիստոսի հետ, Աստծո հետ։ Եվ շատ հարցերի պատասխան պետք է ստանանք։ Երկրորդը, Աստծո թագավորության ժառանգություն։ Մատթեոս ավետարանի 25-ի 34-րդ համարում ասում է հետևյալը. եկեք իմ հոր օրհնյալներ, ժառանգեցեք այն թագավորությունը, որ ձեզ համար պատրաստված է աշխարհի սկզբից։ Եկեք եւ ժառանգեցեք։ Այս խոսքերը ցույց են տալիս, որ հավատացյալները կթագավորեն Քրիստոսի հետ Աստծո թագավորության մեջ։ Նոր երկինք, նոր երկիր, որպես ժառանգություն։ Հայտնության գրքի մեջ Հովհաննես առաքյալը գրում է. Եվ ես տեսա նոր երկինք եւ նոր երկիր։ Սա խոսում է այն մասին, որ հավատացյալները կապրեն նոր կատարյալ աշխարհում, որտեղ որ չկա մեղք, ցավ, տանջանք։ Ես չգիտեմ որքանով ասա մեզի ուրախացնում։ Փառավոր մարմին։ Ֆիլիպեցիների 3-րդ գլխի 21-րդ համարում գրված է. նա կփոխի ձեր խոնարհված մարմինը, որ այն նմանվի իր փառավոր մարմնին։ Սիրելի քույրեր, եղբայրներ, այս ժառանգությունը խոսում է մի բանի մասին, որ մենք ունենալու ենք փառավոր մարմին։ Ոչ թե այս մարմինը, այլ փոխված մարմին։ Հատուկ պարգևներ եւ պսակներ, որպես ժառանգություն։ Աստվածաշունչը խոսում է այն մասին, որ հավատացյալները կստանան պարգևներ իրենց հավատարմության համար, կստանան պսակ իրենց հավատարմության համար, կյանքի պսակը նրանց համար, ովքեր հավատում են Քրիստոսին։ Հակոբոս 1:12-ը, արդարության պսակը, Պողոս առաքյալն ասում է, որ մնացել է ինձ, որ
կյանքի պսակը վերցնեմ։ Սիրելի քույրեր, եղբայրներ, միթե այս ամեն ինչը մեզ չի ուրախացնում։ Դրա համար շատ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք հասկանալ մեր ուրախության պատճառը։ Եվ մի հատ կարևոր բան էլ ասեմ։ Այն ինչի մասին, որ քիչ առաջ թվարկեցի, Տիրոջ խոսքը ասում է հետևյալը, որ Աստծո 4 համար դեպի այն անեղծ եւ անարատ եւ անթառամ 3 բան է օգտագործում։ Խոսալով այն բանի մասին, որ չի կորցնելու երբեք անեղծա, չի կորցնելու երբեք իր թարմությունը, իր փայլը։ Անարատ խոսում այն բանի մասին, որ չի լինելու մեղք։ Անթառամ խոսում այն բանի մասին, որ չխամրող է։ Միշտ թարմ է այն ժառանգությունը, որը որ պահված է մեզ համար։ Հիմա պատկերացնում եք մեզ համար ինչ է պահված։ Սիրելի քույրեր, եղբայրներ, թող Աստված օրհնի մեզ, որպեսզի մենք կարողանանք գալ այն գիտակցությանը, որ այս դժվարությունները, այս նեղությունները, չգիտեմ, տարբեր տեսակի խնդիրները, որ շատ ժամանակ մենք բախվում ենք, թող չկոտրի ձեր ուրախությունը։ Եթե նույնիսկ կանցնեք մավան շուկի ձորի միջով, հիշեք մի բան, որ ձեզ սպասվում է այդ ժառանգությունը եւ ձեզ պետք է ուրախացնի, որ դուք Քրիստոսի մեջ եք եւ դա ձեզ պետք է ուրախացնի։ Դրա համար շատ կարեւոր է, որպեսզի մենք կարողանանք հասկանալ։ Ստեմանաց մենք մի փոքր ճշտում անենք։ Արդյոք մենք ունենք այդ վերստին ծնունդը, թե չունենք։ Նայելով Հռոմեացիների գրքին, մենք ուսումնասիրում ենք այդ հատվածը, թող Տերը օրհնի մեր Եսայի եղբորը, որ շատ խորը ուսումնասիրություն է անում։ Նայելով Հռոմեացիների 8-րդ գլխի 16-17-րդ համարները, գրված է հետևյալը. նույն ինքը հոգին վկայություն է տալիս մեր հոգու հետ, որ մենք Աստծո որդիներ ենք։ Ունես այդ վկայությունը։ Ու շարունակության մեջ ասում է, եւ եթե որդիկ, ապա ժառանգներ էլ։ Աստծո ժառանգներ եւ Քրիստոսի ժառանգակիցներ։ Եթե չլինի այս բոլոր թվարկածս այն ժառանգությունները, որը որ սպասվում է երկնքում, որը որ Աստված պահում է մեզ եւ պահում է այս ժառանգությունը մեզ համար, եթե չլինի դա էլ բավարար է մենակ մեզի մի բան, որ մենք լինելու ենք Քրիստոսի հետ միասին։ Որ մեր կյանքը չի վերջանալու, մեր կյանքը անցնելու է ավելի ուրախության մեջ։ Ուրախ եք, սիրելի քույրեր, եղբայրներ։ Եթե ուրախ եք, թող Տերը օրհնի ձեզ եւ ավելի ու ավելի պահի ձեզ այդ ուրախության մեջ։ Եվ ամեն մեկս ունենք մեր ժամանակը գնալու եւ վայելելու այդ ժառանգությունը։ Թե ով որ ժամանակ դա մենակ Աստված գիտի։ Բայց գիտենք մի հստակ մի բան, որ եթե այսօր մեր կյանքը վերջանա, մենք լինելու ենք Քրիստոսի հետ միասին։ Ես վստահ եմ 100%։ Եվ այդ վստահությունը չի բխում ինձանից։ Այդ վստահությունը բխում է Քրիստոսից։ Հարության Քրիստոսից, որ Աստված մեզ տվել է այդ վերստին ծնունդը, ողորմել է մեզ։ Ինչքան էլ որ մենք, չգիտեմ, դժվար է ասել, որ մենք գիտակցում էինք, թե չենք գիտակցում, որ մենք իրոք ողորմելի էինք եւ այդ ողորմության կարիքը շատ ունեինք, բայց Աստված մեզի ողորմեց եւ տվեց այդ հավիտենական կյանքը։ Մենք մինչ այս
տեսանք երկու պատճառ, որը կարող է մեզ ուրախացնել։ Առաջինը դա վերստին ծնունդն է, որ դու ունես հավիտենական կյանք, եւ երկրորդը դա այն է, որ Աստված քեզ համար ունի պահված ժառանգություն։ Եվ նայելով շարունակության մեջ մենք տեսնում ենք երրորդ պատճառը, վերջի պատճառը։ Ուշադրություն դարձրեք 5-րդ համարին, գրված է հետևյալը, որ Աստծո զորությամբ պահպանվում եք, ուշադիր լսեք բառերին, Աստծո զորությամբ, ոչ թե մեր զորությամբ, այլ Աստծո զորությամբ, գրված է պահպանվում եք հավատքով դեպի պատրաստված փրկությունը, որ հայտնվելու էր ետին ժամանակումը։ Երրորդ պատճառը, որ դու կարող ես ուրախ լինել, դա այն է, որ դու պաշտպանված ես ումով, Աստծով, պաշտպանված ես Տիրոջ զորությամբ։ Գիտեք, որ զորությամբ, այն զորությամբ, որ Աստված ծովը ճեղքեց, որ իր ժողովուրդը անցավ ծովի մեջով եւ ոչ մեկ չթրջվեցին։ Եվ դա տեղի ունեցավ իր ժողովրդի հետ։ Եկեք հասկանանք, թե ինչի մասին է խոսքը։ Սիրելի քույրեր, եղբայրներ, Տիրոջ խոսքը ասում է, որ դուք պաշտպանված եք։ Մեր կյանքը ապահովա մեկ անգամ ընդմիշտ երկին գնալու համար։ Սիրելի քույրեր, եղբայրներ, այս ապահովությունը Աստծո կողմից կարող է արտահայտվել տարբեր տեսակի բաներով։ Ես ինձ մոտ նշել եմ մի քանի եղանակներ եւ ուզում եմ կիսվել այդ եղանակներով։ Օրինակ, նրա հոգու առաջնորդությամբ։ Աստծո հոգին ուղղորդում է հավատացյալներին, ուղղորդում է ճիշտ ճանապարհի վրա տանելով դեպի հավիտենական կյանք։ Ուսումնասիրելով Հռոմեացիների գիրքը 8-րդ գլխի 14-րդ համարում գրված է. նույն ինքը հոգին վկայություն է տալիս մեր հոգու հետ, որ մենք Աստծո որդիներ ենք, որ քիչ առաջ կարդացինք, եւ ինչպես որ քիչ առաջ ասացի, այս համարը ցույց է տալիս, որ Աստծո զավակները ապրում են նրա հոգու առաջնորդությամբ։ Եվ Տիրոջ խոսքը ցույց է տալիս մեզ ճշմարիտ ճանապարհը։ Նրա պաշտպանությունը արտահայտվում է իր խոսքի միջոցով։ Կարդում եք Տիրոջ խոսքը։ Եթե կարդում եք, ապա պետք է որ հանդիպած լինեք Սաղմոս 119-ի 105-րդ համարը, որ գրված է. Քո խոսքը իմ ոտքերին ճրագ է եւ իմ ճանապարհներին լույս։ Տիրոջ խոսքը, Աստվածաշունչը, որ Տիրոջ խոսքն է, մեր ճանապարհներին լույս է տալիս, ուղղորդում է։ Աստծո խոսքը լուսավորում է հավատացյալների ճանապարհը, ցույց տալով ճշմարիտ ուղղությունը եւ օգնում է խուսափել մեղքից։ Նրա պաշտպանությունը արտահայտվում է իր սուրբ հրեշտակների պահպանությամբ։ Աստված իր հրեշտակներին ուղարկում է, որպեսզի նրանք պաշտպանեն իր ժողովրդին։ Սաղմոս 91-11-ում ասում է հետևյալ խոսքերը, որովհետև իր հրեշտակներին հրաման է տալիս կամ հրամայում է քեզ համար, որ պահեն քեզ քո բոլոր ճանապարհներումը։ Աստված կարգադրում է իր հրեշտակներին, որպեսզի պահեն քո ճանապարհները։ Հրեշտակները պահպանում են հավատացյալների եւ առաջնորդում են պաշտպանության մեջ, առաջնորդում են, որպեսզի չհայտնվեն չարիքի եւ տարբեր տեսակի բաների մեջ։ Նրա պաշտպանությունը արտահայտվում է կյանքում թույլ տրված փորձություններով
Երբեմն մենք դժվարանում ենք, երբեմն մեզի լավ չի թվում, որ մենք հայտնվում ենք փորձությունների մեջ։ Աստված երբեմն թույլ է տալիս փորձություններ, որպեսզի ամրացնի մեր հավատքը եւ ավելին մոտիկացնի մեզի իրեն։ Բայց արի ու տես երբեմն հավատացյալների կյանքում ստացվում է այնպիսի պահեր, որ այս փորձությունները ավելի է հեռացնում Աստծուց։ Ինչի է հեռացնում, որովհետև մենք լավ չգիտենք Տիրոջ խոսքը։ Լավ չգիտենք Տիրոջ խոսքը։ Հակոբոսի առաջի գլխի 2-3 համարներում գրված է հետևյալը. բոլորովին ուրախություն համարեցեք, եղբայրներս, երբ որ կերպ փորձությունների մեջ ընկնեք, իմանալով, որ ձեր հավատքի փորձությունը համբերություն է գործում։ Իմացեք մի կարևոր բան, որ մեր հավատքը ժամանակ առ ժամանակ փորձվում է Աստծո կողմից։ Մի հատ շատ պարզ մի բան ասեմ, որը շատ ժամանակ մեր հովիվը ստեղից ասել է։ Երբ որ գնում ենք ինչ-որ մի բան ենք ուզում գնել, հասարակ մի հատ բան ասել, լավ ուշ կա, որ տան համար պետք է գնենք։ Մենք ինչ ենք ասում, ասում ենք, հենց փորձեք, տեսնենք աշխատում է, թե չի աշխատում։ Երբ որ աշխատում է, նշանակում է դա պիտանի է։ Ինչպիսին է քո հավատքը։ Պիտանի է, թե անպիտանի է։ Որովհետև հավատք կա, որ ինչքան էլ ուզում է դու հավատա։ Մեկը պիտանի չի։ Դրա համար շատ կարևոր է, որպեսզի ժամանակ առ ժամանակ փորձվի մեր հավատքը։ Ինչի համար են գիտեք այս փորձությունները։ Այս փորձությունները մաքրում են հավատացյալների եւ ամրացնում են նրանց հավատքը։ Ավելի է խորացնում այս փորձությունները մեր արմատը Քրիստոսի մեջ։ Դրա համար շատ կարևոր է, երբ որ կհայտնվեք ինչ-որ մի դժվարության մեջ, կամ կփորձվի ինչ-որ ձեր հավատքը տարբեր տեսակի ինչ-որ միջոցներով, երբեք մի բողոքեք, երբեք մի ասեք, մի տրտմեք։ Կուզենայի, որպեսզի ուշադրություն դարձնեք մի պահ 6-րդ համարին, գրված է հետևյալը, որ նրանով ուրախանակ։ Հենց սկզբից ես ասացի, չէ, նրանով վերաբերվում է Քրիստոսին, նրանով ուրախանակ։ Ու շարունակության մեջ ասում է, թեև հիմա ինչպես որ հարկը պահանջվում է, մի քիչ տրտմացեք, կերպ փորձությունների մեջ։ Եթե դու այսօր դժվարության մեջ ես, եթե դու այսօր նեղության մեջ ես, եթե դու այսօր ցավի մեջ ես, իմացիր, որ անցնելու է։ Գրված աստեղ, որ մի քիչ տրտմացեք, մի փոքր, շատ չի տևելու, երկար չի ձգվելու այդ ամեն ինչը, մի փոքր, եւ անցնելու է։ Նշանակում է այդ մի փոքրի մեջ, դա կլինի մի օր, 2 օր, 3 օր, նշանակում է այդ մի փոքրի մեջ եկեք հավատարիմ լինենք Տիրոջը։ Եկեք հավատարիմ լինենք Տիրոջը։ Սիրելի քույրեր, եղբայրներ, թող Տերը օրհնի ամեն մեկից, որպեսզի մենք ավելի ու ավելի կարողանանք կարդալ Տիրոջ խոսքը, ուրախանանք Տիրոջ խոսքով, իմանալով, որ ամեն բան կանցնի, միայն Տիրոջ խոսքը կմնա։ Կանցնեն քո դժվարությունները, ցավերը, նեղությունները, կանցնեն, չի մնա տենց։ Եվ մենք տեսանք 3 ուրախության պատճառ։ Դրանք շատ են, ուրախության պատճառները շատ են, եթե փորձեք ուսումնասիրել ողջ Աստվածաշունչը։ Բայց տվյալ հատվածից մենք տեսնում ենք 3 ուրախության պատճառ, 3 ուրախության պատճառ, որ մենք կարող ենք ուրախ լինել, անփոփոխ ուրախ լինել։ Դա եթե դու ունես վերստին ծնունդ, դա մեծ ուրախությունն է, եթե դու ունես վերստին ծնունդ, եթե դու չունես վերստին ծնունդ, դու այսօր կարող ես ունենալ,
Վաղը չէ, վաղը չգիտեմ, վաղվա օրը մերը չի։ Չգիտենք վաղը մենք կտեսնենք, թե չենք տեսնի։ Այսօր այս պահին դու լուծիր այդ հարցը։ Երկրորդը, դու ունես ժառանգություն, որը որ կարող է քեզի ուրախացնել։ Եվ երրորդը դու պաշտպանված ես Աստծո զորությամբ։ Պաշտպանված ես։ Մեծահարուստները, որ շատ գումարներ ունեն, գիտեք չէ, իրանք ման են գալիս այն մարդկանցով, որը որ իրանք պաշտպանի։ Այսօր մեր պաշտպանը Քրիստոսն է, որ ավելի հուսալի է, որի վրա կարող ենք մենք ամբողջությամբ հենվել։ Թող Տերը օրհնի մեզ եւ տա այն գիտակցությունը, որ իրապես մեզ ուրախացնի այս պատճառները, որը որ Տիրոջ խոսքն է ասում։ Եկեք կանգնենք եւ աղոթքով Տիրոջ առաջին գանք։ Մեր սիրելի եւ պաշտելի Հայրը, մենք քո առջևդ ենք գալիս Հիսուս Քրիստոսի թափած արյան արժանիքով, չունենալով որևէ մի արժանիք, առջևդ ենք գալիս եւ փառք ենք տալիս քո կենթանի խոսքիդ համար։ Շնորհակալ ենք Տեր քեզանից, որ դու մեզի տվել ես վերստին ծնունդ։ Շնորհակալ եմ Տեր քեզանից, որ դու մեզի տվել ես մնայուն կյանք, որը երբեք ու երբեք չի վերջանալու։ Շնորհակալ եմ ողորմած Աստված բոլոր այն պատրաստած ժառանգությունների համար, Տեր, որ դու ունես պահված քո ժողովրդի համար։ Շնորհակալ եմ Տեր քեզանից, որ քո պաշտպանությունն է, Տեր, մեզ վրա, որ մենք մինչև հիմա կարողանում ենք ապրել, կարողանում ենք շնչել, կարողանում ենք քայլել, կարողանում ենք ամեն առավոտ արթնանալ, Տեր։ Սա մեր շնորհքը չի, մեր կարողությունը չի, մեր ուժը չի։ Այս ամենի հեղինակը, Տեր, միմիայն դու ես, որի համար հիմա եկել ենք ոտքերիդ առաջ, որի համար եկել ենք քեզի փառաբանելու, եկել ենք սրտանց ասելու, Տեր, արժան ես առնելու փառքը, պատիվը, երկրպագությունը։ Տեր, օգնիր, որ այն ուրախությունը, որ դրել ես դու մեր սրտերի մեջ, օգնիր, որպեսզի ավելի ծաղկունք լինի, Տեր։ Իսկ ովքեր էլ որ Տեր չունեն այդ ուրախությունը, աղաչում եմ Տեր քեզանից պարզապես, որ դու այցելես քո սիրովդ եւ ցույց տաս, Տեր, քո խոսքդ, ցույց տաս, Տեր, այն մնայուն հավիտենական բաները, որը որ Տեր բխում է քեզանից։ Շնորհակալ եմ Տեր այս եկեղեցու համար, քո ժողովրդի համար, եկեղեցու հովիվի համար, բոլոր անդամների ժողովրդի, որ Տեր, մենք առիթ ունենք ամեն անգամ գալու լսելու քո կենթանի խոսքը, որի համար փառք եւ պատիվ, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի։ Ամեն։